Ինչի դու այդ եկեղեցու հանձնաժողովի ատենապետ ես, ինչ ես, ասենք, ուրիշ հոգևորականներ քեզ ինչի են զանգում, այդ հոգևորականները թեմի առաջնորդ չունեն, ավակ, մի հատ սովորական ամուսնացյալ քահանա ես, հարյուրավոր մեր եկեղեցում ազնիվ բարեպաշտ ամուսնացյալ քահաներ կան, իրենց այդ քանի մեջ ինչ են էլի քեզ զանգում, ցույց, ով է զանգել, մեկին լսել ես, ասենք, հիմա կարաս մեկին գտնես, ասես, ես այն օրը զանգեցի Տեր Արամին, խոչեմ լացել, լացել եմ, այսպես լացել եմ, սիրտս դարտակել եմ, գնացել եմ իմ գործին։ Մատ գտնես, մատ մանարի Պետրոս, հիմա բոլոր քահանաները ցուցակ տվել են, չէ՞ քեզ, որ մանգաս գտնես տեն ասելում կարա, խոչ չես մնալու մենակ սրա հույսին։ Էլի ցուցակ կա, չէ՞։ Հələ մի հատ գրի պոիսկ դու ասա բամ։ Տեր Արամի մոտ լացած քահանա։ Տարիքով 50-ի մոտ տղամարդ լացող քահանա գտի բեր թող մատը քո մոտ լացի